Չինաստանի մայրաքաղաք Պեկինը արթնանում է վաղ առավոտյան հին քաղաքի փողոցներով հաճելի է զբոսնել ճիշտ այդ ժամանակ կամ ուշ երեկոյան պեկինյան ավանդական լապտերների խորհրդավոր լույսերի ներքո, երբ քաղաքը մասամբ է ծանրաբեռնված երթևեկով, որի անբաժան մասն են նաև հեծանիվները։ Փոխադրման այս միջոցը մոդայիկ է Չինաստանում եւ բացի այդ անհրաժեշտություն է 20 միլիոնանոց քաղաքի համար։ Նրանք, ովքեր հաճախ են այցելում Պեկին, ասում են, որ վերջին տարիներին մայրաքաղաքի բնակիչները ավելի շատ սկսել են նախընտրել ներկայացուցչական ավտոմեքենաներ, իհարկե չինական հավաքմամբ։ Չինաստանն ընդհանրապես այսօր արտադրում է գրեթե այն ամենը, ինչ կարող է անցնել մարդու մտքով։ Երկրին է պատկանում աշխարհում խաղալիքների, բջջային հեռախոսների, հեռուստացույցների եւ համակարգիչների արտադրության գրեթե 50%-ը։ Չինացիները ոչ ստանդարտ մտածողության ժողովուրդ են եւ այս երկրում բոլորը, սկսած կոշիկ մաքրողից մինչեւ ուսուցիչ, լուրջ են վերաբերվում եւ կարեւորում են իրենց աշխատանքը։ Գլխավոր հրապարակը ցանկացած քաղաքի դեմքն է, իսկ որոշ հրապարակներ անգամ հավակնում են դառնալ երկրի այցեքարտը։ Այդպիսին է Պեկինի Թիանանմեն հրապարակը, որը խոշորագույնն է աշխարհում եւ զբաղեցնում է 400,000 քառակուսի մետր տարածք։ Հենց այստեղ 1949 թվականին կոմունիստական առաջնորդ եւ այժմ արդեն հանգուցյալ Մաո Ցեդունը գլխավորեց չինական հեղափոխությունը եւ հայտարարեց Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման մասին։ Հրապարակը սիրված վայրն է ինչպես չինացիների, այնպես էլ տուրիստների, չէ՞ որ հենց այստեղ է հանգչում կոմունիստ առաջնորդը։ Մաոյի դամբարանի տարածքում եւ ընդհանրապես հրապարակի կենտրոնում սահմանափակված են նկարահանման հնարավորությունները։ Ճաղերից ներս մտնում են միայն ցուցակներով եւ հատուկ հյուրերը, հիմնականում Պեկին այցելող օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակները։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թիանանմենի հրապարակում ծաղկեպսակ դրեց ժողովրդական հերոսների հուշարձանին։ Պեկինի քաղաքական եւ վարչական կենտրոն համարվող Թիանանմեն հրապարակի արևմտյան եւ արևելյան մասերում են ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, չինական հեղափոխության եւ Չինաստանի պատմության թանգարանների շենքերը։ Ներկայացուցիչների պալատում նախագահ Սարգսյանը հանդիպեց Չինաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին։ Ճանգ Դեցյանի հետ զրույցում Սերժ Սարգսյանն ընդգծեց հայ-չինական հարաբերությունների զարգացման գոհացուցիչ արդյունքները, նկատելով, որ դրանք կխթանվեն 3 տեղի ունեցած իր չինացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմամբ։ Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունեց Հայաստանի նախագահին եւ ընդգծեց, որ իդեմս Հայաստանի Չինաստանն ունի վստահելի եւ լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Զբոսաշրջիկների համար խորհրդանշական այս շարժումով իրականություն են դառնում բոլոր երազանքները։ Ցին կայսրության ամառային նստավայրն է, այն ընդգրկում է ավելի քան 3000 շինություններ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Նստավայրը իդեպ Ցին կայսրը կառուցել է իր մայրիկի կայսրուհու 60-ամյակի առիթով։ Արևելյան քաղաքակրթության այս բացառիկ եւ յուրօրինակ համալիրում շրջեցին նաեւ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները։ Համալիրը հայտնի է իր ընդարձակ այգիներով եւ արհեստական լճով, որոնք զբաղեցնում են շուրջ 290 հեկտար տարածք։ Լճի երկայնքով ձգվում է 728 մետր երկարությամբ զբոսուղին, որը համարվում է աշխարհի ամենաերկար նկարազարդ զբոսավայրը։ Լուսանկարահանելու 1001 անկյուն։ Մենք արձանագրում ենք պահը, իսկ պալատ այցելած զբոսաշրջիկները, որ համաձայն արարողակարգի համբերատար սպասում էին, շրջայցի իրենց հերթին լուսանկարում էին Հայաստանից ժամանած հյուրերին։ Իդեպ ամառային կայսերական պալատ մեկ այցելությունը բավական մատչելի է, ընդամենը 100 յուան, այսինքն մոտ $1.5, եւ սա այն դեպքում, երբ օրական միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում հուշակոթով։ Իդեպ ժամանակին Ցին կայսրը ամառային նստավայրի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմական նավատորմի կառուցման համար հավաքված ողջ հարկը, որը կազմել է շուրջ 900,000 տոննա արծաթ։ Թեև կայսրի այդ որոշումը տնտեսական լուրջ խնդիրների հանգեցրեց, բայց եւ թողեց համաշխարհային մշակութային հարուստ ժառանգություն։ Ինչ վերաբերում է Չինաստանի ներկայիս տնտեսությանը, ապա այսօր քան երբևէ Չինաստանը լուրջ նվաճումներ է արձանագրում, կառուցելով սոցիալիզմ չինական առանձնահատկություններով եւ վերածելով երկիրը աշխարհի գլխավոր արտադրողի։ Իդեպ որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ մոտ ապագայում Չինաստանը աշխարհին կմատուցի արևելյան նորանոր անակնկալներ։ Լուսինե Մկրտչյան, Առաջին ալիք, Պեկին։